Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը հարուստ ավանդույթներ ունի, որի ստեղծագործական դպրոցն անցած բազում դերասաններ եւ ռեժիսորներ անցյալ դարի սկզբին համալրելով հայաստանյան թատրոնների կազմը մեծ հռչակ են բերել հայկական թատրոնին։ Ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր թատրոնը վիրահայոց համայնքի գլխավոր կրթամշակութային հաստատություններից է։ Թատրոնի տնօրեն Արմեն Բայանդուրյանն ասում է, որ այսօր էլ հարուստ է թատրոնի ստեղծագործական զինանոցը եւ պատրաստ հաղթահարել բարձ ստեղծագործական խնդիրներ։ Այսօր թատրոնում գործում է 30-ից ավելի երիտասարդ դերասանուհիներ, որոնք ունեն թատերական կրթություն։ Թատրոնի կից գործում է թատերական ստուդիա, որտեղ սովորում են 10-ից 15 ուսանողներ, եւ արդեն 5-րդ ստուդիան մի քանի օր առաջ ավարտական իրենց ներկայացումը հանձնեցին հանդիսատեսի դատին։ 30 ներկայացում կա թատրոնի խաղացանկում։ Բեմադրություններով հանդես է գալիս ինչպես Վրաստանի հայաշատ բնակավայրերում, այնպես էլ Հայաստանում։ Թատրոնում շարունակում են աշխատել ավագ սերնդի ներկայացուցիչները։ Աշխատում են նաև բազմաթիվ երիտասարդներ։ Հիմա օգոստոսի վերջին մեկնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, սա թատրոնի համար մեծ հաղթանակ է։ 5 ներկայացումով թատրոնը 1 ամիս 10 օր կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որից հետո կվերադառնանք եւ կսկսենք տեղում գործել։ Պիտի ասեմ, որ սկսվել է մի հետաքրքիր էտապ, որ շրջաներից հատուկ գալիս են մեր ներկայացումները դիտելու։ Եվ դա շատ կարևոր բան է։ Կարևոր բան է նաև, որ մեզ մոտ դահլիճում հաճախ կտեսնեք ոչ հայ հանդիսատես, գալիս են մեզ մոտ վրացիներ, ռուսներ, որոնք դիտում են մեր ներկայացումները, սերտորեն կապված է թատրոնը վրաց առաջատար արվեստագետների հետ։ Հայաստանում մենք մեծ կապեր ունենք հայ արվեստագետների հետ։ Արմեն Բայանդուրյանն ասում է, որ նախկինում Վրաստանում գործող հայկական թատրոնի նկատմամբ երբեք այսպիսի ուշադրություն չի եղել։ Թատրոնի շուրջ 115 աշխատող, բացի վրացական պետության կողմից սահմանված աշխատավարձից, որը չափազանց նվազ է, որպես օգնություն աշխատավարձ են ստանում նաև Հայաստանի կառավարության ամենամյա հատկացվող միջոցներից։ Թբիլիսի հայկական թատրոնը երջանիկ է, որտեղ ունենք ծննդավայր, ունենք նաև հայրենիք, որը մեզ երբեք չի մոռանում։ Հաճախ ենք մասնակցում Հայաստանում ուրեմն տեղի ունեցող թատերական փառատոներին եւ պիտի ասեմ, որ հայկական թատրոնը, որը գտնվում է Հայաստանից դուրս, նա չի կարող ստեղծագործական վերելք ապրի, եթե սերտորեն կապված չէ Հայաստանի մշակույթի հետ։ Պիտի ասեմ, որ նաև մշակույթի նախարարության հետ է մեր կապերը սերտ, նաև թատերական միության հետ, երիտասարդ դրամատուրգների հետ, այնպես որ սա շատ կարևոր փաստ է թատրոնի համար։
Եթե հաշվի առնենք, որ Թբիլիսի Մարջանիշվիլու անվան թատրոնը ղեկավարում է աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան եւ այդ թատրոնը մի տեսակ դուրս է ստեղծագործական մրցակցությունից, ապա հայկական թատրոնը Թբիլիսիում գործող մնացած 10 պրոֆեսիոնալ թատրոններին չի զիջում ոչ ներկայացումների ռեժիսորական արվեստով, ոչ էլ դերասանական խաղով, վստահ է թատրոնի տնօրենը։ Նաև հանրաճանաչ ռեժիսոր Ռոբիկո Ստուրվան մեր թատրոնի բարեկամն է, օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ նա վաղուց է խոստացել, որ իր հերթական ներկայացումը անի մեր թատրոնում, սպասում ենք այդ օրվանը։ Նաև ես հաճախ եմ դիմել խնդրել մեր Հայաստանում գտնող առաջատար ռեժիսորներին, որոնք անեն իրենց ներկայացումը այստեղ, սա ևս կարևոր բան է, Վահե Շավերդյանին, Արմեն Խանդիկյանին, Երվանդ Ղազանչյանին, Հակոբ Ղազանչյանին, տղաներ, որոնք հետաքրքիր ստեղծագործական մտածելակերպ ունեն, եւ այդ ծրագիրը մենք կազմել ենք 2 տարի առաջ, առայժմ տղաներից ոչ մեկը այդ քայլին չի դիմում, բայց համոզված եմ, որ շուտով կգա այդ օրը, որ մենք կտեսնենք նաեւ Հայաստանի առաջատար ռեժիսորների բեմադրությունը մեր թատրոնում։ Յուրաքանչյուր շաբաթ խաղում են 3-ից 4 ներկայացում։ Դահլիճները գրեթե միշտ լի են հանդիսականով, սակայն շենքն ունի վերանորոգման կարիք։ Ժամանակակից պահանջներին չի համապատասխանում նաև բեմի լուսավորման համակարգը։ Տնօրենը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունների աջակցությամբ հնարավոր կլինի լուծել նաև այս խնդիրը։ Արմեն Բայանդուրյանը պատգամավոր ընտրվելով չի հեռանա թատրոնից, ինչպես ինքն է ասում, իր տնից։ Փոխտնօրեներից մեկը կդառնա տնօրեն, իսկ ինքը կստանձնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը։ Գայանե Մկրտչյանը թատրոնի առաջատար երիտասարդ դերասաններից է, խաղում է գլխավոր եւ պատասխանատու դերեր։ Նա ասում է, որ ինքը թատրոնի մեծերի ավանդույթների շարունակողն է։ Ես այս թատրոնում մեծացել եմ, իմ մայրը եւ հայրը այստեղ են աշխատում։ Եվ գիտեք ինչ, փոքրուց տեսնել այդ մեծերին եւ փոքրուց լինել այդ մեծերի կողքին շատ մեծ բան տվեց ինձ։ Եվ ես ուրախ եմ, որ մեր թատրոնում եղել են տաղանդավոր դերասաններ, եղել են մեծ դերասաններ եւ կան այդպիսիները եւ դա դերասանին, սկսնակ դերասանին շատ է օգնում։ Գայանե Մկրտչյանն ասում է, որ չնայած այն բանին, որ երիտասարդների համար զբաղվելու հետաքրքիր վայրեր կան Թբիլիսիում, այնուամենայնիվ հայ երիտասարդները գալիս են թատրոն, ինչը շատ կարևոր է։ Այսօր Թբիլիսահայությանը հուզող խնդիրների շարքում առաջնայիններից մեկն էլ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ապրած տան ճակատագիրն է, որ գտնվում է Դավիթաշվիլի 18 հասցեում։ 10 երեխաներ Թումանյանը, Տիկին Օլգան ապրում էին այնտեղ մինչև եւ Թումանյանի վերջի օրերը այնտեղ էին ապրում եւ Թումանյանի կինը մինչև 49 թիվը ապրեց այնտեղ Դավիթաշվիլի 18 48 թվին 1948 թվականին վրաց կառավարությունը դիմեց Տիկին Օլգային, ես պետք է ասեմ, որ նրանք շատ ուշադիր էին եւ միշտ տոնում էին Թումանյանի հոբելյանները, Թումանյանի ծննդյան օրերը եւ նրանք առաջարկեցին Տիկին Օլգային այդ տեղը որտեղ որ իրենք ապրում են անել թողնել որպես թանգարան։ Թումանյանի կինը Օլգա Թումանյանը վրդովել է, հասկանալով, որ դա նշանակում է Թումանյանի ողջ անձնական իրերը դարձնել Վրաստանի սեփականություն։ 1939 թվականին Տիկին Օլգան Թումանյանի ձեռագրերն արդեն հանձնել էր Հայաստանի կառավարությանը։
Տատիկը գրեց նամակ Երևան իր դուստրերին, Նվարդին, որ զբաղվում էր Թումանյանի հրատարակություններով եւ Նվարդը հասկացավ, որ պետք է դիմել ավելի բարձր պաշտոնյաներին եւ մեկնեց Մոսկվա Միկոյանի մոտ, պատմեց ամբողջ իրողությունը եւ Միկոյանը մեկ զանգով որոշվեց այն հարցը, թե որտեղ պետք է կառուցվի թանգարանը։ Նա զանգեց Հարությունովին, դա 48 թիվներ սկիզբը, եւ Հարությունովի կարգադրությամբ կառուցվեց այդ թանգարանը։ 1953 թվականին բացվեց Թումանյանի Երևանի տուն-թանգարանը, որտեղ Թբիլիսյան Դավիթ-Աշվելի 18 տան բնակարանի նույն հատակագծով կառուցվել էր Թումանյանի տունը։ Այստեղ տեղափոխվեց նաև մեծ բանաստեղծի այրին։ Բայց այն բնակարանը, Թումանյանի բնակարանը, այսպես հանձնվեց նա վրաց կառավարությանը եւ քանի որ դա սեփականություն չէր, կառավարությունը ի պատիվ վրաց կառավարությանը այդ 3 սենյակը, որտեղ որ հյուրասենյակն էր Թումանյանի, ննջասենյակը եւ առանձնասենյակը Թումանյանի, նրանք դարձրեցին գրադարան Թումանյանի անունով, այսինքն դա ոչ թե Թումանյանի գրքերն են այնտեղ, այլ ուղղակի քաղաքային գրադարան։ Սենյակների այն մասը, որտեղ բնակվում էր բանաստեղծի ավագ որդին Մուշեղ Թումանյանը, մնաց ընտանիքի սեփականություն, որտեղ մինչև հիմա էլ ապրում են մեծ լոռեցու ժառանգները։ Այժմ այդ բնակարանում արդեն անցյալ տարի վախճանվեց Նադեժդան, որը ապրում էր այդ բնակարանում, եւ մնացել է նրա աղջիկը, այսինքն Թումանյանի ծորը Ալոնան։ Բայց այսօր այդ տունը, որը շատ սիրելի տուն էր թե Թումանյանների համար, թե Թումանյանի համար, շատ վատ վիճակի մեջ է։ Նա քանդվում է արդեն, ես պետք է ասեմ, մի 20 տարի է, որ այդ տունը շատ անմխիթար վիճակի մեջ է։ 1999 թվականին ես եղել եմ Թիֆլիսում, միշտ գալիս էինք իհարկե Թիֆլիս, բայց 99 թվականին ես հատուկ եմ գնացել այնտեղ, դա հենց Թումանյանի 130-ամյակն էր, ես մեկնեցի Թիֆլիս եւ խնդրեցի, որպեսզի նկարահանում անենք Ահա 9-ամյա վաղեմության այդ կադրերը, որ նկարահանվել է Թումանյանի Թբիլիսյան բնակարանում։ Ճակճկված պատեր, փլվող տանիք։ Շատ ավելի վատ է վիճակը հիմա։ Պատերի ճեղքերը մեծացել են եւ յուրաքանչյուր պահի թվում է թե շենքը կփլվի։ Մեր այցելության ժամանակ այնտեղ ոչ ոք չկար։ Թումանյանի ծառնուհին գիտաշխատող է եւ ասացին, որ գործողման մեջ է շրջաններում։ Իրմա Սաֆրազբեկյանը պարզել է, որ Թումանյանի տան այն հատվածը, որ դարձել էր գրադարան, վաճառվել է։ Նա հետաքրքրվել եւ գտել է գնորդին։ Լակոբա էր նրա ազգանունը։ Եվ ասեցին մեզ, որ այդ մարդը գտնվում է հիմա Երևանում։ Ես գտա այդ մարդուն, նա վթարի մեջ էր ընկել եւ շատ ծանր վիճակի մեջ էր։ Ես նրան գնացի այդ աշտարակի այդ հիվանդանոցը, տեսա իրեն, մենք շատ լավ հանդիպեցինք եւ ինքը ասաց այսպիսի բան։ Ասաց, գիտեք, ես շատ ծանր վիճակի մեջ եմ, ինձ դրամ է հարկավոր եւ ես պետք է մեկնեմ Գերմանիա բուժվելու համար։ Եվ ես պետք է վաճառեմ դա։ Այսինքն մեկ արդեն երրորդ մարդու։ Բայց ասում եք, գիտեք, ես չեմ մտել այնտեղ, ոչ մեկս չենք մտել։ Երբ մենք իմացանք, որ դա Թումանյանի բնակարանն է, տեսեք, վրացի է, չէ՞ նա, բայց ինչ համակրանք եւ ինչպեսի հասկացություն։ Նա ասաց, որ ես որոշեցի, որ ես չեմ մտնի այդ բնակարանը երբեք, որովհետեւ Թումանյանի ապրած տունը ես չեմ ուզում, ինչ որ ուրիշ ձևով վաճառվի։ Այդ խոսակցությունից հետո որոշ մարդկանց ես դիմեցի, կարողացան, կարծեմ, չեմ կարող ասել, թե միգուցե պրեզիդենտին էլ հասավ դա այդ խոսակցությունը, բայց մնաց գրադարանը, մնաց նույն տեղը։ Մի քանի օր առաջ նորից խոսակցություն եղավ, որ գրադարանը նորից պետք է փակեն։ Սակայն գրադարանի կամ ընդհանրապես շենքի վաճառքի խնդիրը դառնում է արդիական։ Գրադարան դարձած հատվածում է եղել մեծ բանաստեղծի առանձնասենյակը, այն պատշգամբը, որտեղ նա սիրում էր նստել։
Վտանգը, որ վթարային շենքը կքանդեն եւ տեղը բարձրահարկ շենք կկառուցեն, անհանգստացնում է ինչպես Թբիլիսահայությանը, այնպես էլ բանաստեղծի հարազատներին։ Երրորդ այդ հարգը անել այսպեսի մշակույթի տուն, երկրորդ հարգում դեսպանություն վերջապես կարելի անել, առաջի հարգում կարելի եւ ճաշա եւ երստարան անել եւ հյուրանոց անել, չգիտեմ, այդ արդեն հետագա պատմությունն է, բայց որպես պիտի տունը պահպանեին, ես կարծում եմ, որ դա այդպես պետք է լիներ։ Չէ՞ որ 9 թվականից իմիջիալոս այնտեղ ճիշտ չի գրված հենց տան վրա, ուշադրություն չեն դարձել, գրված է 1904 թիվ։ Թումանյանը ապրել է այնտեղ 1909 թվականից մինչև 23 թիվն է ապրել նա։ Եվ իհարկե ցանկալի կլներ, որ այդ տունը պահպանվել, նա շատ ծվատ վիճակի մեջ է, իհարկե։ Այդ հարցը ես շատ վաղուց եմ բարձրացրել, բոլորին դիմել եմ, մշակույթի նախարարությունում նույնիսկ այդ կասետը ունեն նրանք, վերցրել են, ես իրենց տվել եմ այդ կասետը։ Թբիլիսիի հայկական համայնքը կազմակերպական եւ նյութական առումով այնքան էլ հզոր չէ։ Այն բաժանված է տարբեր միմյանց չընդունող միությունների մեջ։ Այն տրադիցիան, որ նոր կար, ասենք 100 տարի առաջ, այսօր չկա, որովհետև հայերը 90 թվականների սկզբին փող ունեցող հայերը շատը գնացին Ռուսաստան, գնացին արտասահման եւ այլը, ու այդ պատճառով հիմա մի քիչ վիճակը ծանրացել է, բայց նույնիսկ մենք այս վերջի 15-20 տարվա ընթացքում մենք աշխատում ենք բոլորս, որ պահպանենք այն տրադիցիաները, որ նոր մեր համայնքը ուներ եւ հայ օջախները, հայ ընտանիքները, ես նկատի ունեմ, ասենք թատրոնը, դպրոցները, եկեղեցին եւ այլը, հա, սրանք մնան, ամուրանան, ավելի ուժեղանան։ Համայնքային միությունը փորձ է անում ակտիվորեն ներգրավել հայ-վրացական հարաբերությունների, բարիդրացիական ավանդույթների պահպանման եւ շարունակման գործում։ Զբաղվում է նաեւ համայնքային խնդիրների կարգավորման հարցերով։ Իմ կարծիքով այդ հարցերը բոլորը կլուծվի, բայց ժամանակ է պետք, որովհետև ամենագլխավորն է, որ մենք այսօր ինչ որ ես չգիտեմ ամբիցիաներով եւ այնց մի քիչ հանգիստ պետք է լուծենք այդ հարցերը, որովհետև կան մարդիկ երկու կողմից, որոնք ուզում են ասենք սրեն վիճակը, չգիտեմ, որ իրար կպնեն եւ այլը, բայց մենք ամեն ինչ կանենք, որ այդ հարցերը լուծվի եւ մենք շատ մեծ խնդրանք ունենք եւ ես Սրբազանի հետ էլ խոսեցի, որ նույնիսկ վեհապարներ անպայման այս հարցերում նույնիսկ Իլիա երկրորդի հետ հանդիպի եւ այլը, որովհետեւ 95 թվականին, երբ որ Նորաշենի հարցը բարձրացավ, մենք այն վաղ համայնքը ինքը շատ մեծ պատերազմ տարավ, որ ասենք մենք փակեինք ու բոլորը գիտեն, որ այնտեղ Հովնատանյանների ֆրեսկաներն եւ այլը, սա մեր շատ մեծ հարստությունն է, ու մենք սա պետք է պահենք։ Ու իմ կարծիքով որ այ բոլորս միասին, եւ կառավարական, եւ եկեղեցու առաջի ղեկավարները պետք է անպայման մեզ հետ միասին այս հարցերը լուծեն։ Հենրիխ Մուրադյանն առանձնապես կարևորում է հայոց լեզվի ուսուցմամբ դպրոցների խնդիրը։ Թբիլիսիում գործում են 2 հայոց լեզվի ուսուցմամբ եւ 7 հայերեն եւ ռուսերեն լեզուների ուսուցմամբ դպրոցներ։ Վրացիների կանոնադրությունով վաուչերներ, բայց ցավոք սրտի մենք ունենք ասենց մի խնդիր, ասենք այն 7 դպրոցում հայկական ռուսական, ասենք 50-60 երեխա հայկական սեկտորում է սովորում այսօր, բայց ասենք 400-ը 300-ը սովորում է ռուսական սեկտորում, բայց այդ 400-ից 99%-ը հայեր են։ Մենք ուզում ենք աշխատենք եւ աշխատում ենք ժողովրդի հետ, բայց մակարդակը ինքը այ ուսուցիչների եւ այլը այստեղ շատ մեծ դժվարություններ ունենք, որովհետեւ հասակը առել են ժողովուրդը, իսկ ասենք Հայաստանից բերես, ասենք ուսուցիչ Թիֆլիս, այդտեղ աշխատավարձի հարցը, ապրելու հարցը եւ այլը։ Մենք Հայաստանի կառավարության հետ այդ մասին խոսել ենք, բայց նու հլը որ դժվարությունները կա, իմ կարծիքով, սա իմ կարծիքն է, հա, որ մենք ավելի լավ կլինի, որ ասենք նույնիսկ Թիֆլիսում մենք ասենք մի երկու հայկական, մաքուր հայկական դպրոց ստեղծենք, մաքուր հայկական, ու տիրություն անենք միասին, համ համայնքը, համ Հայաստանը, բայց սա լինի այ բազայի պես sense հայկական դպրոցներ, որտեղ ասենք ուր 9 դպրոց ասենք, ուր 2 դպրոց մաքուր հայկական, հա, ստեղ ես համոզված եմ, որ նույնիսկ Հայաստանն էլ շատ կօգնի։ Հայաստանի կառավարությունը այս կամ այն կերպ աջակցում է հայերենի ուսուցմամբ դպրոցների պահպանմանը, սակայն ակնհայտ է, որ այդ օգնությունը նախ եւ առաջ միտված պետք է լինի ուսուցման որակի բարձրացմանը։ Այդ դեպքում մնացած հարցերը կլուծվեն ինքնաբերաբար։
Երբ որ ասենք հայ բիզնեսմենները, որոնք ապրում են ասենք արտասահման, մի քանի անգամ մենք խոսել ենք հետները, իրանք դժվար են հասկանում, որ պետք է օգնեն, ասենք հայությանը, որոնք Վրաստանում են ապրում։ Իրենք մտածում են, որ պետք է օգնեն Հայաստանին, նույնիսկ մայր հայրենիքի, բայց Վրաստանում ապրող հայերին մի քիչ դժվար են հասկանում, որ այստեղ պետք է օգնեն։ Վրաստանի հայերը դժվարությամբ են ինտեգրվում երկրի քաղաքական, տնտեսական կյանքին։ Պատճառը պետական լեզվի, վրացերենի չիմացությունն է։ Այն դժվարություններ է ստեղծում նաև երիտասարդների ուսումը շարունակելու գործում։ Հենրիխ Մուրադյանը լսել է, որ կան հայեր, որոնք հաջող բիզնես անելու համար փոխել են իրենց ազգանունը, սակայն նրանց չի ճանաչում։ Երեխաները սովորում են հայկական դպրոցում, վերջացնում են ու ցավոք սրտի նրանք ստիպված են, որ գնան Հայաստան, կամ Հայաստան կամ Ռուսաստան։ Սա շատ վատ է։ Մենք այս հարցը կառավարությանն ենք բարձրացրել Վրաստանի, որ տեղում անպայման սովորեն կառավարական լեզու։ Կարծիքի 4 հաղորդումների ընթացքում մենք պատմեցինք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բնակվող հայերի համայնքային, կրթամշակութային եւ հոգեվոր խնդիրների մասին։ Զերծ մնալով եզրակացություններից, վերլուծություններից եւ ընդհանրացումներից ներկայացրինք ուղակի տեսածը, ինչպես անում ենք Հայաստանի բնակավայրերի մասին պատմելիս։ Սակայն հետևելով հաղորդումների ընթացքում թբիլիսահայերի հարցազրույցների ներքին տրամաբանությանը ակնհայտ է դառնում, որ նրանց մտահոգող խնդիրներն առաջին հերթին հանգում են մայրենի լեզվով որակյալ կրթության բացակայությանը։ Մայրենի լեզվին բավարար չափով չտիրապետելը։ Նույնը վերաբերում է նաև վրացերենին։ Երկրի պետական լեզուն չիմանալու կապակցությամբ հազարավոր հայեր չեն կարողանում ընդգրկվել Վրաստանի հանրային կյանքին եւ ապրում են մի տեսակ մեկուսացած։ Հաջորդ կարևորագույն խնդիրը հայ-առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի կարգավիճակի եւ խորհրդային տարիներին բռնագրաված եկեղեցիների վերադարձի խնդիրն է։ Կարևոր է նաեւ համայնքային միության հզորացումը, բաժան ուժերի միավորումը։ Այս դեպքում հնարավոր կլինի վերականգնել նախահեղափոխական Թբիլիսի հայության մտավոր, նյութական, ֆինանսական, ինչու՞ չէ նաեւ քաղաքական մտքի զարգացման կենտրոնի նախկին հեղինակությունը։ Այս ցանկություններով էլ մենք հրաժեշտ ենք տալիս Թբիլիսին ու թբիլիսահայերին մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնելով վիրահայոց թեմի Քվեմո Քարտլիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ Հարությունյանին, ով 2 օր շարունակ ուղեկցեց մեզ Թբիլիսիում եւ օգնեց ծանոթանալ համայնքի կյանքին։